Ուրեմն անցած անգամ մենք խոսեցինք մի թեմայի շուրջ, որը վերնագրել էինք այսպես. Ուր ես Ադամ։ Այսօր կխոսենք թեմայի շարունակությունը, մի կարճ հիմա կամփոփենք ինչ խոսեցինք անցած անգամ, որպեսզի այս հաջորդ պատգամը ավելի լավ ըմբռնենք։ Ուրեմն այդ հարցը ուր ես Ադամ ուներ 3 նշանակություն։ Մենք 3 կետի վրա կանգ առանք։ Առաջին, Աստծո այդ խոսքը ուներ արթնացնող նշանակություն, այսինքն ինչ արեցիր, ինչ էր քո արածը Ադամ, նշանակությունը սա էր։ Երկրորդ կետը հետևյալն էր, այդ հարցը բացահայտում էր մեղքը, ինչու արեցիր դա և ուր հասար։ Եվ երրորդ կետը այդ ձայնը ցույց էր տալիս վիճակ, այսինքն որտեղից ընկար և ինչ ես պատրաստվում անել, քո հետագա գործողությունները։ Բայց խոսենք նրա մասին, թե ինչ եղավ այդ հարցից անմիջապես հետո։ Պատգամի վերնագիրը հետևյալն է. Պարտեզի օձնարեց։ Սա պատասխան է, որով վարակված են աշխարհի գրեթե բոլոր մարդիկ։ Սա հոգեբանություն է, երբ մարդն իր արարքի արհավորությունը տեսնելու և խոստովանելու փոխարեն սկսում է մեղադրել այն գործելու պատճառ հանդիսացողին, կամ հենց պատճառը։ Իսկ Աստծո պատասխանը այս հարցին և այս իրողությանը հետևյալն էր. դատել թե գործողին և թե գործելու համար պատճառ հանդիսացողին։ Այսինքն Աստված ոչ ոքին չխնայեց։ Կարծում եմ արդեն բոլորդ հասկացաք, թե որ մասին է խոսքը։ Եկեք կարդանք Ծննդոց 2 գլխի 16-ից 17 խոսքերը և առաջին ցայտուն օրինակը նայենք հենց Սուրբ Գրքից։ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Սա պատվեր էր, պահանջ, այլ ոչ թե առաջարկ։ Գիտեք պատվերի և առաջարկի տարբերությունը որն է։ Պատվերը և պահանջը քեզ պարտավորեցնում է անել ինչ-որ բան, ինչ-որ գործողություն։ Իսկ հորդորը որևէ հարցի շուրջ որևէ կերպ վարվելու խորհուրդ է, բայց ոչ պարտավորվածություն։ Եկեք օրինակ բերենք։ Պատկերացրեք, ինչ-որ մեկը կանգնում ճանապարհ է հարցնում, ասում եմ, ասենք Արևիկ ոնց գնամ, ասում եմ ախպեր, հենց սենց կարճ ճանապարհ կա, բայց չգնաս, որովհետև դա լավ քանդված ճանապարհ է։ Մի քիչ որ գնաս, սենց սովետականով պտտվես, մի քիչ հեռու է գալի ճանապարհդ, բայց ավելի լավ ճանապարհ է, ավելի հեշտ կգնաս։ Սա խորհուրդ է։ Սա իրեն պարտավորություն չի, որ ինքը անպայման պետք է այդ երկար ճանապարհով գնա։ Ինքը կարող է որոշի, չէ, ես գնում եմ այս ճանապարհով։ Ինչի համար ես այդպես եմ հարմար գտնում, որովհետև քո տվածը խորհուրդ էր, ոչ թե պարտադրություն։ Բայց հիմա երեխաները գալի ասում են, պապ, գնամ դուս խաղամ, ասում ենք, հա գնա, բայց բակից տեղ չեթաս, ինչի համար, որովհետև այնտեղ օձ եմ տեսե։ Հանկարծ բակից դուրս չգաս։ Սա պահանջ է։ Սա պատվեր է, այսինքն սրանից շեղվելու իրավունք չունես։ Աստծո խոսքը առաջարկ էր, թե հորդոր, թե խորհուրդ, այն պատվեր էր։ Այսինքն Ադամն ու Եվան պարտավորվածություն ունեին իրանց վրա վարվել այնպես, ինչպես Աստված ասել էր։ Եվ հետաքրքիր է, որ Աստված Ադամից այս պահանջել էր այն ժամանակ, երբ Եվան դեռ չկար, դեռ ստեղծված չէր։ Եկեք կարդանք Ծննդոց 2 գլխի 18-ից 25 խոսքը։ Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի օգնական շինեմ իր համար։ Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկրի թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց, ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խորքում բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրեց
վերցված կողոսկերից մի կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկորը իմ ոսկորից եւ մարմին իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց։ Դրա համար մարդը կթողնի իր հորը եւ մորը ու կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Նրանք երկուսն էլ Ադամն ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում»։ Այստեղ մենք տեսանք հրաշալի ստեղծագործությունը եւ որից հետո ինչ կատարվեց։ Այստեղ հայտնվում է Պարտեզի օձը։ Որտեղից հայտնվեց նա։ Ինչ իրավունքով նա մտավ Պարտեզ։ Ինչ ռազմավարությամբ եւ ինչ նենք ծրագրով նա մտավ Պարտեզ։ Եվ ինչ պետք է աներ Ադամը, որ չարեց։ Մենք Ծննդոց առաջի գլխի 28 խոսքերում կարդում ենք. «Աճեցեք, բազմացեք եւ լցրեք երկիրն ու տիրեցեք դրան։ Իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։ Աստված Ադամին տվել էր իշխանություն, որի տակ գտնվում էին թռչունները, կենդանիները, ձկները եւ նաեւ ինչու ոչ սողունները կամ կենդանին, այն ժամանակը դեռ չգիտեմ։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ Ադամը չբանեցրեց իր իշխանությունը։ Եվ Ծննդոց 2-րդ գլխի 15 խոսքում այսպես է գրված. «Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն եւ դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի»։ Այս խոսքը շատ ենք մենք կարդացել ու անցել ու միշտ կանգնել ենք, անցած պատգամի ժամանակ էլ կանգնեցինք մշակելու վրա։ Բայց այստեղ մենակ մշակելու մասին չէր խոսքը, որպեսզի այն մշակի ու պահի։ Այսինքն Ադամը նաև պետք է պահապանություն աներ այգում։ Համաձայն եք։ Ադամը ոչ իր իշխանությունն օգտագործեց, ոչ էլ պահապանությունն արեց։ Իսկ ումից պետք է պահպանել այգին։ Եվայից, ճիշտ է։ Ոչ, բնականաբար։ Պարտեզը պետք է պաշտպանվեր օձից, որը խորհրդանշում էր թշնամուն, նրա նենք խաբեությունից պետք է պաշտպանվեր այն։ Երբ Ադամն ու Եվան շրջանցեցին Աստծո դրած պատնեշը եւ կերան այն ծառի պտղից, որից ուտելու իրավունքը չէր տվել Աստված, նրանց վրա հասավ պատասխանատվության պահը։ Մենք մի փոքր ետ կգնանք հիմա եւ կտեսնենք մի արտահայտություն, որ Եվան արեց օձի հետ ունեցած իր խոսակցության ժամանակ։ Մենք Եվայի ասածը կարծես չենք գտնում Աստվածաշնչում եւ հարց է առաջանում. միթե նա ավելացրեց Աստծո խոսքի վրա ինչ-որ բան։ Բայց չեմ կարծում, քանի որ նրանց մեջ դեռ չկար ստելու կամ չափազանցնելու որևէ զգացում։ Ծննդոց 3-րդ գլխի 1-4 համարների մասին է խոսքը։ Ովքեր որ այս մի տարի Աստվածաշունչ չեն կարդացել, այսօր տեղը կհանենք, ոչինչ։ Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապես Աստված, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք»։ Մի դիպեքը մենք առաջի եւ երկրորդ գլուխներում չենք տեսնում, չենք կարդում այդ խոսքերը։ Այստեղ Եվան ավելացնում է մի դիպչեք արտահայտությունը, այսինքն ավելի վատ նրանց համար, քանի որ Աստված սա ասել էր։ Այսինքն Աստված այդ կանոն ավելի խիստ էր դրել։ Սա ավելացում չէր, այլ առաջին եւ երկրորդ գլուխներում չգրված խոսքի լրացում։ Նրանք մեղք գործեցին, բայց չմեռան։ Ինչն էր պատճառը։ Քանի որ դեռ դատ պետք է լիներ։ Պարզաբանում ոչ թե Աստծո համար, այլ հենց իրենց համար։ Եվ ահա մենք հասանք գլխավոր խնդրին։ Այստեղ ի հայտ եկավ այն, ինչով վարակվեցին ադամորդիները դարերի ընթացքում։ Նրանք սկսեցին մեղադրել ոչ թե իրենք իրենց, այլ միմյանց, եւ որ ամենավատն է, նույնիսկ Աստծուն։ Ծննդոց 3-րդ գլուխ 4-ից 13 խոսքերը։
Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք բարին ու չարն իմացող»։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավն էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին, եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ տվեց իր ամուսնուն եւ նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ իմացան, որ մերկ են, եւ թզերն ու տերևներ կարեցին իրենց համար, ծածկոցներ շինեցին, եւ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ուր ես»։ Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի եւ վախեցա, որովհետեւ մերկ էի եւ թաքնվեցի»։ Եվ Աստված ասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես։ Արդյոք կերար այն ծառի պտղից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։ Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա տվեց այդ ծառի պտղից եւ ես կերա»։ Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ինչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց եւ ես կերա»։ Այստեղ կարող ենք առանձնացնել նրանց ինքնախոստովանությունները, որոնց մեջ ինքնամեղադրանքի ոչ մի նշույլ չկար։ Ուրեմն մի հետաքրքիր օրինակ կա։ Մի ընտանիք է լինում, մարդ ու կին են լինում։ 24 ժամ ունի օրը, իրանք 26 ժամը կռվում են։ Չի դադարում կռիվը երբեք իրենց տան մեջ։ Կինը մի օր ասում է. «Այ մարդ, հելի մի հատ գնա, ներվերս խախտվում արդեն, այս կողի տնից ես մի անգամ ձեն չեմ լսել։ Մի հատ աչք դիր, մի հատ ականջ դիր, տենանք ի՞նչն է պատճառը, որ մենք սաղ օր իրար միս ենք ուտում, սրանց հեշտ ծպտոցը չի ելնում»։ Մարդն ասում է. «Լավ»։ Հելնում գնում, մի հատ հարմար տեղ պատուհանի մոտ նստում է, ձեն չկա։ Մարդը իր համար բազմոցին նստած թերթ է կարդում, կինը տան գործերով է զբաղված։ Մեկ էլ հանկարծ կինը սեղանը սրբելուց կպնում այդ սեղանի եզրին դրած ծաղկամանին, ծաղկամանը շուռ է գալիս, ջարդվում է, ասում է. «Էտա վсё, կռիվը եկավ»։ Մեկ էլ կինը ասում է. «Վայ, ես ինչ անզգուշ եղա»։ Մարդը ասում է. «Դու ես անզգուշ», ասում է. «Ես եմ անզգուշ», ասում է. «Ասեցիր այդ ծաղկամանը տար դիր սեղանին, տարա հենց ծայրին դրեցի։ Կարայի ասենք ներքևը դնեի կամ ասենք ուրիշ տեղ դնեի, մեջ տեղը դնեի»։ Ասում է. «Լավ, դե ինչև է, ինչ եղավ եղավ։ Նորը կառնենք»։ Այս մարդը ապշում է։ Որ ասում է, «Էսի մեր տան մեջ էլ ներել է»։ Գնում է, մտնում է տուն, կինը. «Հե, այ մարդ, իմացար, մի բան դե խոսա, դե էլի սկսում ասես գրվել», ասում է. «Լսի, պատճառը գիտես որն», ասում է. «Որը»։ Ասում է. «Իրանց տան մեջ բոլորը մեղավոր են, մեր տան մեջ բոլորը արդար»։ Շատ նման օրինակ է։ Մարդը միշտ փորձում է իր արածը գցել դիմացինի վրա։ Նրանք սկսեցին մեղադրել պատճառ հանդիսացողին։ Այսինքն Ադամն ասում էր. «Այն կինը, որը դու տվեցիր», իսկ Եվան ասում էր. «Օձն ինձ խաբեց»։ Այն, որ Եվան Ադամին տվեց ծառի պտղից ուտել, դա սուտ չէր։ Դա ճիշտ պատճառաբանություն էր։ Իրոք այդպես էր եղել, բայց դա արդարացում չէր։ Այն, որ օձը խաբեց Եվային, դա նույնպես սուտ չէր։ Իրոք օձը խաբեց Եվային, բայց դա իրենց արարքի արդարացումն էլ չէր։ Գուցե չար ոգիներն էլ գալիք դատաստանի ժամանակ ասեն, թե հրեշտական պետը մեզ խաբեց, մենք ինչ մեղք ունեինք։ Ինքը մոլորեցրեց մեզ։ Դա նույնպես կարող է ճիշտ լինել։ Իրոք հրեշտակապետը նրանց մոլորեցրեց, բայց դա կարդարացնի նրանց։ Իհարկե ոչ։ Վաղը գուցե Կայենն էլ իր կատարած մեղքը ուզենա բարթել Աբելի վրա, ասելով. «Եթե Աբելը զոհ բերած չլիներ, դու իմ զոհը կընդունեիր»։ Եվ ես էլ չէի խանդի ու չէի սպանի նրան։ Սա ճիշտ էր, թե ոչ։ Այո, պատճառաբանությունը ճիշտ էր, բայց դա չի արդարացնում Աբելի գործած մեղքը։ Կայենի ներողություն։ Այսպես թե Աստվածաշնչում եւ թե մեր առօրյա կյանքում կարող են լինել հազար ու մի ճիշտ պատճառաբանություններ, բայց չլինել արդարացում։ Մի փորձեք միշտ արդարացնելով գալ Աստծո առաջ։ Սա սխալ մոտեցում է։ Պարտեզի օձն արեց։
Մարդու առաջին անկումը սկսվեց ոչ թե պտուղ ուտելով, այլ պատասխանատվությունից փախչելով։ Ադամը կարող էր ասել. ես մեղանչեցի։ Ադամը կարող էր ընդառաջ գալ, ինչպես նախորդ պատգամում ասեցինք։ Կարող էր Աստծուն խնդրել, որպեսզի մաքրի իրեն, որպեսզի դուրս բերի այդ վիճակից։ Բայց ինչ ասաց Ադամը, կինը, որին դու տվեցիր։ Այսինքն նա ոչ միայն մեղքը Եվայի վրա գցեց, այլ նույնիսկ ակնարկեց Աստծուն։ Սա մարդկային հին արժմատ ունեցող հիվանդություն է, որը ժառանգաբար փոխանցվել է բոլորիս։ Մենք անընդհատ կարդում ենք այս տողերը ու փորձում ենք այս խնդրի մեջ միշտ Ադամին տեսնել։ Այնինչ, եկեք մեր մատը ուղենք դեպի մեզ։ Սավուղ թագավորի օրինակը։ Ժողովուրդն արեց։ Մենք կարդում ենք առաջի թագավորաց 15-13-ից 14 խոսքերում. Սամուելը գնաց Սավուղի մոտ եւ Սավուղը նրան ասաց. «Օրհնյալ լինես Տիրոջից, Տիրոջ խոսքը կատարեցի»։ Եվ Սամուելն ասաց. «Հապա ինչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս եւ արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ Մարդը ինչ որ բան անում է եւ դա միգուցե այդպես է, բայց մի պոչ է թողնում, որի մայոցը մնում է որպես իր կեղծիքի մատնություն։ Եվ մենք շարունակությունը կարդում ենք Թագավորաց 15-ից 24 խոսքերում։ Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանք, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրեցինք»։ Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասիր, որ քեզ պատմեմ այնինչ այս գիշեր Տերը խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան. «Խոսիր»։ Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, եւ Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա, եւ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. գնա եւ նզովիր այդ մեղավոր ամաղեկացիներին եւ պատերազմիր նրանց դեմ, մինչեւ որ բնաջնջես նրանց։ Եվ ինչու չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով չարիք գործեցիր Աստծու առաջ։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. հնազանդվեցի Տիրոջ ձայնին եւ գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, եւ բերեցի Ագագին Ամաղեկի թագավորին եւ Ամաղեկը բնաջինջ արեցի, սակայն ժողովուրդը այդ ավարից ոչխարներ եւ արջառներ վերցրեց, նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն։ Եվ Սամուելն ասաց. միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, մի ուրիշ թարգմանության մեջ ասում է հնազանդությունը զոհից աղեկ է, եւ ականջ դնելը խոյերի ճարպից։ Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության, եւ որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես։ Ինչ էր կատարվել այստեղ։ Աստված հստակ պատվեր էր տվել Սավուղին. կոտորիր եւ ոչինչ չխնայես։ Ինչ էր արել Սավուղը, կամ Սավուղի ասելով ինչ էր արել ժողովուրդը, դրանք լավագույն անասուններին պահել էին զոհի համար։ Սավուղը թագավոր էր եւ կարծես վախենալու ոչինչ պիտի չունենար։ Բայց նա գիտակցում էր, որ իր արածի մեջ ինչ որ բան մաքուր չէ։ Նա իր մեղքը այդ պատճառով բարդեց ժողովրդի վրա։ Այո, իր ասացի մեջ կար ճշմարտություն։ Իրոք ժողովուրդը խնայել էր դա։ Բայց արդարացում չկար սրա մեջ, քանի որ նա էր գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա էր թագավորը։ Նա էր որոշումներ վավերացնողը։ Եթե Սավուղը չուզեր, ժողովուրդը դա չէր անելու։ Օրինակ բերենք ներկայից։ Եկեղեցում ժողովուրդը շատ բան կարող է պահանջել, բայց այն վավերացնողը հովիվն է։ Ուստի նաև պատասխան տվողը նույնպես հովիվն է։ Եվ այստեղ որպես ժողովրդին քավության նոխած դարձնելը բնավ օգուտ չի բերում։ Երբ Աստված Հովվից հոտի պատասխանը կուզի, ինչքան ուզում է հովիվը թող գցի էտի ժողովրդի դրա, միևնույն է, ինքն է առաջնորդել հոտին։ Եվ ինչ ասաց այդ դեպքում Աստված Սամուելին։ Առաջի թագավորաց 15-10-11 խոսքերը։ Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին ասելով. «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ
եւ չկատարեց իմ խոսքերը։ Աստծո պատվերից շեղվելը բերեց նրան, որ Աստված փոշմանեց, որ թագավոր է ուծել Սավուղին։ Աստված պատասխանատվությունը հենց Սավուղից պահանջեց, որովհետև նա էր թագավորը։ Իսկ մենք որն է այսօր մեր պատճառաբանությունները։ Ախպեր, ես դες բան չէի անի, ինձ ինգերներս քաշեցին դրա մեջ։ Սա պատճառաբանություն է։ Այո։ Ախպեր, դե կինս է էլի պատճառը, գիտես, մի քիչ դե իմ անհաջող ստացվեց իմ ամուսնությունը, դրա համար խնդիրներ եղավ։ Սա պատճառ է, բայց ոչ արդարացում։ Ախպեր, դե ծնողներս ինձ այդպես են դաստիարակել։ Ինձ մանկուց ասել են, որ Աստված չկա, այդպես էլ ես մեծացել եմ։ Սա եւս մեկ պատճառ։ Դե հասարակությունն է փչացած։ Մեր մեղավորությունը որն է։ Մենք այդ ենք տեսել, այդ ենք սովորել, դրա մեջ ենք մեծացել։ Կամ բոլորն են այդպես անում, ես էլ եմ այդպես անում։ Ուրեմն չեմ ասի ում հետ, այս վերջերս բանավիճում էինք։ Երևանում շատ տարածված խնդիր է, երբ որ գնում կանգնում ես մի շարք, ենթադրենք թե այդ շարքը միայն ուղիղ է, ձախ շարքը միայն ձախ է։ Այս ձախ շարքը ազատ է լինում, այս շարքը լավ խցանված։ Ես գնում մեծամասամբ, երբեմն ես էլ եմ մեկ-մեկ մտքերով եմ լինում, բայց ամենայն դեպս դիտավորյալ չեմ անում դա։ Ես միշտ գնում եմ, կանգնում եմ այդ խցանման մեջ, մինչև որ բոլորով կգնանք, դուրս կգանք այդ շարքով։ Բայց ասում եմ, ես սենց անում, այնտեղ բաց է, գնա, վերջում սենց քիթդ կմցնես, ճամփա կուզես, կտան կմտնես։ Ասում եմ, չէ, ես տենց չեմ անում։ Խի։ Ախպեր, բոլորը տենց են անում, դու խի չես անում։ Չէ, չեմ ուզում անեմ։ Ես ինձ կոպիտ ասած դաստիարակում եմ, որ օրենքով, երբ որ այս շարքը բոլորը կանգնած են, իմ արունը ոչ մեկից կարմիր չի, ես ոչ մեկից ավելի վռազ չեմ։ Ավելի լավ է կանգնես այստեղ, մնացածն է գան քո հետևից շարվեն, թե ով ինչ կանի, դա քո գործը չի, դու մի նմանվի։ Ինչպես գյուղի նախիրը, այդպես էլ պառավի մոզին։ Բայց Աստված հարցնում է. դու ինչ արեցիր։ Այստեղ ոչ պետք է գյուղի նախիր լինել, ոչ էլ պառավի մոզի։ Այստեղ պետք է լինել հնազանդ եւ խոնար ծառա։ Կանք երրորդ օրինակի վրա, իմ համար ամենահետաքրքիր օրինակը, ոսկին գցեցի հորդ դուրս եկավ։ Սա նույնիսկ մի փոքր ողբերգական հեգնանք ունի։ Ես երբ որ կարդում էի, ես ասացի երևի, եթե այդ ժամանակ հատուկ նոմինացիա լիներ 100-ամյակի սուտ, այս առաջի հորիզոնականը կբռներ։ Խոսքը բնականաբար բոլորդ հասկացաք Ահարոնի մասին է։ Ինչպիսի անմիտ արդարացում։ Ինչու մետաղը ինքն իրեն հորդ դարձավ։ Այն, որ ոսկին գցեցին կրակի մեջ, դա իրոք ճիշտ էր, ոսկին գցել էին կրակի մեջ։ Բայց որ իրեն հորդ դուրս եկավ, սա արդեն ստերի գագաթնակետն էր։ Ահա թե ինչպես եղավ այն, որ Ահարոնը փորձեց արդարանալ։ Ես հիմա կկարդամ այս խոսքերը, որ չասեք ես ինձնից եմ հորինում, ու ուշադրություն կդարձնենք մի համարի վրա, որ ամբողջ եղելիությունը հասկանանք։ Ելից 32-րդ գլուխ 1-7 խոսքերը։ Ժողովուրդը տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ եւ ասաց նրան. «Վեր կաց մեզ համար աստվածներ շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետեւ այդ մարդը Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք թե ինչ եղավ»։ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց եւ որդիների, ձեր աղջիկների ականջներից հանեք ոսկե օղերը եւ բերեք ինձ մոտ»։ Հետաքրքիր է, որ մի անգամ ես այստեղ չեմ կարդում, որ Ահարոնը ասի. «Իս ինչ միտք ա եկել ձեր գլխում։ Հանեք այս միտքը ձեր գլխից»։ Մի անգամ Ահարոնը չհակառակվեց։ Ահարոնն ասաց նրանց, որ այս օղերը հանեն եւ բերեն։ Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը եւ բերեց Ահարոնի մոտ։ Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից եւ քանդակագործի գործիքով ձև տալով դրան կերտեց մի ձուլածո հորդ։ Միամիտ։ Եւ ասացին. «Սա է քո Աստվածը, ով Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։ Ահարոնը տեսնելով այդ զոհասեղան շինեց դրա առաջ։ Հորթը քիչ էր, մի հատ էլ զոհասեղան ասես միամիտ շինեց
Նա հայտարարեց ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար», հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով ողջակեզներ մատուցեցին, էլի միամիտ, եւ խաղաղության զոհեր բերեցին, ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու ու վեր կացան պարելու։ Այդ պարելը вообще հունից անում է։ Մի այդպիսի օրինակ կա։ Ուրեմն հայրը որդուն ասում է. «Լորագիրդ բեր այ տղա»։ Օրագիրը sense վախվխելով չուզենալով բերում տալիս է հորը բացում է տենում է սաղ երկուս։ Հայտը ասում է, հայոց լեզվից խի ես երկու ստացե։ Ադե ասում է, ապա դե անգիրը չէի սովոր այտենց հարցրեց։ Գլուխը թափատալի ասում է, լավ մաթեմատիկայից խի ես երկու ստացե։ Ասում է, տնայինը չի արե, էդ էլ հեչերի կանչես գրատախտակի մոտ ասեց, այս խնդիրը լուծի բան չկարեցա անեմ տենց։ Դե էլի գլուխը թափատալի, այտը ասում է, աշխարհագրությունը խի ա 1։ Ասում է, դրոշները հարցրեց սա խառնի իրար այդ Նոր Զելանդիան խառնում եմ միշտ այդ Ավստրալիայի հետ դե նման այդ դրոշները մեկ էլ նայում է երկ 5 մի հատ տալիս է վսկոքին ասում այ բա այսքան 2-1 է ստացել մի հատ չխփիր այս երկի 5-ի ժամանակ խփիր արա ասում է այսքան 1 ու 2-ից հետո այդ ինչ սրտով էս երկի է որ 5 է ստացել այստեղ Ահարոնին ու ժողովրդիններ իբր մի լավ բան էին արել, գլուխները կպել էր ամպերին, մի հատ էլ վերջում ասում է ու վեր կացան պարելու, կարծես ամենա ընտիր պահն էր։ Այսինքն ինքը կարծես ընդհանրապես կապ չուներ, Ահարոնի մասին է խոսքը։ Դա գիտեք ինչ օրինակին է համարժեք, աբսուրդն եմ ուզում հասկանանք, էլի, այս Ահարոնի ասացի, որ ինքն իրան այդ հորթը շինվեց։ Ոնց որ հիմա ես իմ մասնագիտականի վրա օրինակը կբերեմ, ուրեմն ես նստած էի իմ համար գործի տեղը, ես կամերայի կնոպկեն միացրեցի, արա մի հատ այլանդակ ֆիլմ չնկարվեց ինքն իրան։ Մի հատ այլանդակություն նկարահանվեց։ Ես իմ համար նստած էի, sense կնոպկեն միացրեցի, ինքն իրան նկարահանվեց։ Այդտենց հնարավոր է։ Ոչ։ Գրվում է սցենար։ Կինոն էսպես է կառուցվում։ Հետո ռեժիսորը գրում է միզանսցենա, այսինքն կադրի մեջ կատարվող գործողություն։ Հետո կադր առ կադր դա հանձնվում է թղթին, թե ինչպես պիտի լինի ֆիլմը։ Հետո տարբեր փուլերով, ես չեմ մանրացնի հիմա, անցնում է մինչև գնում է նկարահանումներ, նկարահանումը sense թղթից նայում են իրանք, տեսնում են ինչ պետք է նկարեն։ Նկարահանում են այդ ֆիլմը եւ հետո էլի տարբեր փուլեր անցնելով վերջապես բարձրանում է էկրան։ Ու ոչ մեկ չի կարող ասի, այդ կամերան ես էս մի ամիցս ճտիկը միացրեցի, այդ այլանդակ կինոն նկարահանվեց։ Օրինակը համարժեք է սրան, Ահարոնի ասածը։ Եվ այստեղ գլխավոր միտք կա։ Մարդը մեղքի պահին շատ համարձակ է։ Բայց երբ գալիս է պատասխան տալու պահը, անմեղ զոհ։ Քանից ես մեզ տեսանք դրա մեջ։ Ձեր չբարձրացնենք, բայց ամեն մեկս եկեք մեր օրինակները մեր մտքում հիշենք։ Ադամի եւ անառակ որդու հակադրությունը։ Եկեք մի գեղեցիկ հակադրություն կառուցենք երկու անձի շուրջ։ Ադամ մեղքը բարթեց ուրիշի վրա։ Իսկ ինչ արեց անառակ որդին, նա ասաց Ղուկաս 15:21-ում է գրված սա. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ։ Եվ հենց այստեղ սկսվեց անառակ որդու վերականգնումը։ Աստված չի կարող բուժել այն մարդուն, ով միշտ ուրիշներին է մեղադրում, որովհետև ապաշխարությունը սկսվում է ոչ թե պատճառաբանությունից, այլ պատասխանատվությունից, երբ որ դու պատասխանատվություն ես վերցնում քո վրա։ Քո մեղքի պատասխանատվությունը դու վերցնում ես քո վրա։ Եթե չես վերցնում այդ մեղքի պատասխանատվությունը, ինչ բուժվելու մասին է խոսքը։ Եթե քեզ բերում են քո վիրահատության թուղթը, որ դու պետք է մտնես վիրահատարան ու դու դա չես ստորագրում, ինչ բուժման մասին է խոսքը։ Եթե դու չես ընդունում քո հիվանդ լինելու փաստը, ինչպես կբուժվես դու։ Ոչ մի կերպ։ Նույնպես մենք կարիք ունենք ընդունելու մեր մեղքը, այդ պատասխանատվությունը վերցնելու մեր վրա, որովհետև այդտեղից է մեր վերականգնումը սկսվում։ Եկեք նայենք Սավուղի, Հուդայի եւ Դավթի տարբերությունը։ Սավուղը արդարանում էր։ Հուդան զղջաց, բայց չապաշխարեց։ Իսկ Դավիթը ասաց. Ես մեղանչեցի Տիրոջ դեմ,
եւ էլ ոչ մի պատճառաբանություն չբերեց։ Դավիթը կարող էր ասել Բերսաբեն էր մեղավոր։ Սա պատճառաբանություն էր, այո։ Կարող էր ասել միայնակ էի։ Կարող էր ասել թագավոր էի։ Կամ կարող էր ասել դե գայթակղվեցի ում հետ չի պատահում, Տեր ջան, դե հիմա 1000 հոգի հետ մեղքի մեջ ընկելա, դե հիմա ես էլ ընկա։ Ոչ։ Մի հոգեբանություն կար Դավթի մեջ։ Ես մեղանչեցի։ Եվ դրա համար ողորմություն գտավ Դավիթը։ Առաջի թագավորաց 21:17-ը, եկեք կարդանք, ներողություն ամենացորդած։ Եվ Դավիթն ասաց Աստծուն. «Միթե ես չեմ հրամայել հաշվել ժողովրդին, միթե ես չեմ մեղանչել, միթե ես չեմ չարիք գործել, բայց ոչխարներն ինչ են արել, եւ ով իմ Տեր Աստված, թող քո ձեռքը լինի իմ եւ իմ հոր տան վրա, բայց ոչ քո ժողովրդի վրա նրանց պատու հասելու համար»։ Շատ նման է, չէ՞ Սավուղի խոսքերին։ Բնավ։ Սավուղը մի դեպքում այն ինչ որ իր պատասխանատվության տակ էր, սա ասում էր ժողովուրդն արեց։ Իսկ Դավիթը էստեղ, որ ինքն էր մեղք գործելու Աստված որոշել էր պատժել ողջ ժողովրդին, Դավիթի հոգեբանությունը սա էր. ով իմ Տեր Աստված, թող քո ձեռքը լինի իմ եւ իմ հոր տան վրա, բայց ոչ ժողովրդի վրա։ Հետաքրքիր տարբերություն։ Դավիթը լրիվ հակառակն էր անում Ադամից եւ Սավուղից։ Նա չմեղադրեց իր ժողովրդին, նա չարդարացավ, նա մեղքը վերցրեց իր վրա։ Ադամը ժողովրդի փոխարեն իր կնոջը մեղադրեց, իսկ Դավիթը ժողովրդի փոխարեն իրեն մեղավոր հայտարարեց։ Եթե մտածում ենք, որ այս խնդիրները, որի մասին մենք խոսեցինք, ժամկետնանց են, մենք չարաչար սխալվում ենք։ Հիմա բերենք օրինակները մեր առօրյա կյանք։ Ամենապարզ փոքր օրինակներից սկսենք։ Դպրոցականը պատճառաբանում է հետևյալը. դե բոլորը արտագրում են, ես էլ արտագրեցի։ Բոլորի արտագրելը քո արտագրածը չի արդարացնում։ Իմացիր, սիրելի աշակերտ։ Հարբեցող մարդը կյանքն ինձ ստիպեց։ Կամ ցայտուն օրինակը, որ ես միշտ լսում եմ, ախպեր խմում եմ, որ մոռանամ։ Ինչը մոռանաս։ Ախպեր ես բարդ կյանք եմ ունեցել, ես խմում եմ, որ եսի մոռանամ։ Դուք իրոք կարծում եք այն մարդիկ, որ ալկոհոլ չեն օգտագործում, իրանց կյանքը սենց հարթ ասֆալտի պես գնացել է միշտ։ Ոչ։ Միսիոներները, երբ որ գնում էին մարդակերներին ավետարան քարոզելու, ու այդ մարդակերները այդ կնոջ ամուսնուն կերել էին միսիոներության ժամանակ, այդ միսը դեռ իրանց ատամի արանքում կինը գնացել էր նորից ավետարան քարոզելու։ Այսպիսի հեշտ կյանք են ապրում քրիստոնյաները, որոնք իդեպ ոչ մի կաթիլ այդ ալկոհոլից չեն վերցնում իրենց բերանը, որ մոռանան դա։ Դա ճանապարհ չի եւ ոչ էլ արդարացում է քեզ համար։ Ընտանեկան վիճաբանություն։ Դե ախպեր, ջղայնացրեց ինձ մի երկու բառ, ում հետ չի լինում։ Բոլորիս հետ էլ կարա պատահի։ Քո բերանից դուրս եկած խոսքի պատասխանատուն դա դու ես, ոչ թե ով որ քեզ բարկացրեց։ Եվ ժամանակակից աշխարհը, որ այս սերունդը սովորեցնում է, մի մեղադրիր քեզ, ախպեր խի ես քեզ մեղադրում։ Դու ես մեղավոր։ Այդ ինքը սենց արեց, որ դու էլ էսպես պատասխանեցիր։ Բայց ավետարանը մեզ սովորեցնում է. ճանաչիր մեղքդ եւ դարձիր։ Սատանան նախ մեղքից առաջ մարդուն համոզում է, թե ոչինչ չի լինի։ Ու երբ որ դու այդ մեղքը գործում ես, դրանից հետո սատանայի միտքը հետևյալն է. միայն դու մեղավոր չես։ Այսինքն նախ սատանան թեթևացնում է մեղքը քեզ համար, իսկ հետո վերացնում պատասխանատվությունը, որ դու քեզ մեղավոր չզգաս եւ պատասխանատու չզգաս քեզ այդ գործած մեղքի համար։ Եվ վերջապես եկեք նայենք Քրիստոսի հակադրությունը Ադամին։ Առաջին Ադամը մեղքը գցեց ուրիշի վրա։ Վերջին Ադամը, Քրիստոսը, ուրիշների մեղքը վերցրեց իր վրա։ Առաջին Ադամը ասաց. կինը, որ դու տվեցիր։ Իսկ Հիսուսն ասում էր. հայրներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։ Աստված Եդեմում չընդունեց Ադամի արդարացումը, բայց Գողգոթայում ընդունեց Քրիստոսի զոհը։ Ադամը մինչև վերջ էլ ասաց կինը, Եվան մինչև վերջ ասաց օձը,
Բայց փրկությունը գիտեք որտեղ է սկսվում։ Այնտեղ, որտեղ մարդը ասում է. Տեր, ես մեղանչեցի։ Ես մեղանչեցի քո դեմ։ Քանի դեռ մարդը պատճառներ է փնտրում, նա մնում է առաջին Ադամի մեջ։ Բայց երբ ընդունում է իր մեղքը, նա ճանապարհ է բացում երկրորդ Ադամի համար։ Ով է ուզում երկրորդ Ադամի համար ճանապարհ բացի։ Ընդունիր քո մեղքը եւ դարձի։ Հիմա մի հարց։ Մագնիսն է ձգում մեղին, թե մեղն է ձգում մագնիսին։ Երկու պատասխաններն էլ ճիշտ են։ Բայց ավելի ճիշտ է առաջինը։ Հիմա կբացատրեմ ինչի համար։ Մեղի մեջ չկա ձգողական հատկանիշ, բայց քանի որ մագնիսի մեջ կա, նրանք իրար ձգում են։ Որպեսզի նրանք իրար չձգեն, կամ մագնիսից պետք է հանել մագնիսական հատկանիշները, կամ մեղից հանել մետաղական հատկանիշները։ Այս երկուսից մեկի արդյունքում կարող են նրանք իրար չձգել։ Հիմա սատանային պետք է դաստիարակել, թե մարդուն։ Գուցե բոլորդ էլ պատասխանեք մարդուն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, ոչ սատանան է դաստիարակվելու, ոչ էլ հին մարդը։ Երկուսն էլ դատապարտված են խաչի վրա։ Հին մարդու եւ սատանայի միջև կա դաշնակցություն։ Նրանք վաղեմի բարեկամներ են։ Դեռ Եդեմից սկսած նրանք բարեկամություն են անում։ Ուստի Աստված երկուսին էլ մերժեց։ Տեր Հիսուսն ասաց, որ եթե վերստին չծնվեք, չեք կարող ոչ Աստծո արքայությունը տեսնել եւ ոչ էլ առավել եւս Աստծո արքայությունը մտնել։ Եվ ահա թե ինչու Քրիստոս աշխարհ եկավ որպես երկրորդ Ադամ։ Նա իր վրա առավ հին Ադամի բնությունը, մեղքի եւ մահվան օրենքի տակ գտնվող մարդկությունը։ Նա երկուսին էլ գերեզման դրեց։ Նա վճարեց օրենքի գինը, որ էր մահ մեղքի դիմաց։ Նա նաև հարություն առավ մեռելներից, որպես իրենից ծնված ադամորդիների համար արդարացում։ Արյունը վճարն էր մեր մեղքերի եւ հանցանքների համար։ Հարությունը մեր հաղթանակն է մահվան հանդեպ։ Մենք այժմ արդարացված ենք նրա հանդեպ ունեցած հավատքով, նրա հարությամբ, որպես նոր ստեղծագործություն կյանքի համար։ Էլ մեր մեջ չկա այն մետաղական հատկանիշները կամ այդ նման հատկանիշներ, այդ արձագանքող բնությունը մեր մեջ չկա, քանի որ մենք երկրորդ Ադամի մեջ ենք, քանի որ մենք ազատ ենք մեղքի ու մահվան օրենքի ազդեցությունից։ Չարը, սատանան, մարդուն չի կարող գրավել, եթե մարդու ներսում արձագանքող, ձգող բնություն չլինի։ Փորձությունը դրսից է գալիս, բայց համաձայնությունը ներսից։ Սիրելի քրիստոնյա, քո մտքում պատերազմ մղելուց մի հոգնիր։ Ձեր մտքում պատերազմից մի ձանձրացեք։ Եվ որ ամենակարևորն է, ձեր մտքում պատերազմի կեսից զենքերը վայր մի դրեք։ Որովհետև դա այն է, ինչին փափագում է սատանան։ Սա է դուռ բացում, սա է նրա հաղթանակը, երբ որ դու մտքով պարտվում ես նրան, որովհետև մտքի պարտությունն է ծնում մեղքը։ Բայց այսօր դու ունես հաղթության երաշխիք։ Սա է մեր հաղթության երաշխիքը։ Հռոմեացիների 8-1-ից 11-ի խոսքերը եկեք կարդանք։ Մեր հաղթության երաշխիքն է, ուշադիր լսեք։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այնինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց, ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որովհետև որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու, որովհետև ովքեր ըստ մարմնի են մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր, որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք ու խաղաղություն, որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծո դեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող, եւ նրանք, որ մարմինն են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել, բայց դուք մարմնի մեջ չեք հետևում։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն, եթե Աստծո հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով,
իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվող ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Երբեք անօրենին թույլ մի տվեք ձեր համար հորինի արդարացումներ։ Երբեք մի արդարացեք եւ մի փորձեք ձեր մեղքը բարթել դիմացինի վրա։ Միշտ հիշեք, որ երբ ձեր ցուցամատը պարզում եք դիմացինի վրա, մյուս 3 մատերը ձեզ են նայում։ Այս 3 մատերը ձեզ են նայում, այս մեկը նոր դիմացինին։ Ու եկեք այս 3 մատին ավելի շատ ուշադրություն դարձնենք։ Տերը օրհնի ձեզ։